Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Ընտրել եմ այս քարտը, որովհետև սա ավելի շատ է խոսում, ոչ թե խոսուն, այլ մի քանի քարտ ավելի ավել է։ Իսկ սրանով մենք ուղղակի, որպես օգնություն, եթե ինչ-որ մի հարցի պատասխան չիմանանք, իհարկե միայն վատերը, երբ որ ինչ-որ վատ բան ենք կնում, նոր սա օգնության կհասնի, իսկ եթե լավ բան է, պետք չի մեզ օգնություն։ Դե եթե այդ հարցին ինչ-որ պատասխան չկարողանամ գտնել, ապա օգնության կգա մյուս քարտերը։ Իսկ եթե ոչ, այս քարտերով կնայենք։ Շատ չեմ երկարացնի, որովհետև մենք նայում ենք մշտապես շաբաթվանը, նայում ենք օրվանը, այնպես որ կարիք չկա այդքան բոլորը մանրացնելու։ Կնայենք 12 ոլորտները, դրանք և աստղաբանությամբ են, և մի փոքր 1-2 նշան տարբեր, 1-2 թիվ։ Տեսնենք, փետրվար ամսվա ձեր տրամադրությունը, իհարկե, ինչպես եք մտնելու փետրվար ամիս, ինչ եք անելու, ինչպես եք շարունակելու, այդպես։ Հաջորդը դա գումարն է, շրջապատը, նաև դասերը, ուսումը, եթե սովորում եք, ընտանիք, տուն, հաջորդը երեխաները, ձեր, առողջությունը, և սերը, հարաբերություններ, փաստաթղթերը, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ և նաև օգնություն, ինչ-որ մի տեղից օգնություն ստանալ, և վախերը, խնդիրները, գաղտնիքները, որոնք որ առկա են ձեր կյանքում։ Փոքր կարելի է ներքև էլ իջացնել, այսպես ավելի լավ է։ Եվ կսկսենք տրամադրությունից, տեսնենք ինչպես եք տրամադրված, այդքան էլ լավ չեք տրամադրված, ինչ-որ խոչընդոտներով եք մտնում փետրվար, չգիտեմ ինչու, կամ խճճված եք մտնում փետրվար, ինչ-որ բաներ այնպես չէ, ինչ-որ բաներ անհասկանալի են ձեզ համար։ Տեսնենք ինչն է դա։ Միևնույնն է, հաջողությամբ կմտնեք։ Ինձ թվում է ինչ-որ մի պահեր կարող են լինել, որ խճճվում եք, չեք կարողանում տակից դուրս գալ, բայց հետո այդ ամենը կանցնի ձեզ մոտ, այնպես որ մի անհանգստացեք, եթե թեկուզ կարող է մնում է հունվար։ Փետրվարին արդեն այդ խճճված պահերից դուրս եք գալիս և արդեն լինում է։ Իսկ եթե մարդը շատ է լարվում, բնական է լաբիրինթից երբեք դուրս չի գալիս։ Բայց կարծես թե դուք երևի հանգիստ եք ընդունում, դրա համար յուրաքանչյուր հարց կկարողանաք լուծել այդ ամիս։ Այնպես որ անհանգստանալու կարիք չկա այդ քարտից, մի նեղվեք, որովհետև եթե վատը լիներ, կասեի ամբողջ ամիսը միգուցե ձեզ համար այդպես մռայլ է լինելու և ինչ-որ բաներ այնպես չի ընթանում, ինչպես որ դուք եք ուզում։ Եվ տեսնենք, գումարն է հաջորդը։ Գումարը սա կամ ձեր ընկերներն են ձեզ օգնելու, կամ դուք եք օգնելու իրենց, միգուցե հավելյալ քարտ է պետք, որովհետև նաև կարող է աջակցում եք, այստեղ կամ իրար հետ գումար եք ներդնում, ոչ թե բիզնես եք սկսում, ինքն է ձեր բիզնեսի մեջ ներդրում անում, դուք եք անում, սա նաև տեսնենք հələ ինչ կարող է օգնել մեզ ինչ-որ մի քարտ։ Ոչ անակնկալ պահեր կարող են լինել ձեզ մոտ, անակնկալ միգուցե օգնություն է ինչ-որ մի տեղից, ոչ թե ընկերությունից, ինչ-որ տեղից կարող անակնկալ ինչ-որ պահեր են, դա նաև կարող գումար ծախսեք նվերի վրա, կարող ընկերոջ ծնունդն է, առիթն է և նվեր եք գնում իր համար, այդպես գումար եք ծախսում։ Ամենայն դեպս, եթե ձեզ էլ գումարներ կա, ապա դա ոնց որ ձեզ համար անակնկալ է։ Այստեղ կարող է շատ է, ինչ-որ սա վառ ինչ-որ մի գումար է, կարող է ձեզ թողնում են ինչ-որ նվեր, մեծ թանկարժեք նվեր է կարող է ձեր ընկերն անում, ժառանգություն են թողնում,
ինչ որ պահեր են այստեղ, որ կուրախացնի դա ձեզ այդ գումարը, այդ թեկուզ եթե ծախսեք նվեր գնելու համար, դա եւս ձեզ կուրախացնի։ Տրամադրությունը կբարձրացնի ձեր, որ դուք կարողացաք այդ նվերը գնել, ի վերջո կարողացաք ճիշտ նվեր գնել, եթե այդպես է։ Բայց ամենայն դեպս սրանով նաև գումարը կամ մեծ է, կամ շռայլ ինչ որ մի բան է, կամ հավեսով մի բան է։ Ինչ որ մի գումար ամենայն դեպս կարող է գալ։ Տեսնենք, կամ ներդրում է դա կատարվում որոշ գործերի համար։ Նաև տեսնենք շրջապատը ձեր, շփումը ձեր, ում հետ եք շփվելու, հենց շփման քարտն էլ ընկել է, բավականին շատ շփում կունենաք, այսօրինքո ինչ-որ շրջապատում կարող եք լինել, նաև դա լեզվակռիվ է, ուշադիր եղեք, այստեղ ընտանիքի անդամներն են նաև, կարող է կամ ձեր շրջապատող մարդկանց հետ կարող է լեզվակռիվ է, սա նաև բամբասանք է, տեսնենք ինչ առումով է սա ընկել, ինչ-որ վատ առումով է ընկել, թե լավ։ Էլի ասում եմ, միևնույնն է խոսալու ես, կապ չունի, լավ թե վատ։ Այստեղ կարող է տան անդամներով խոսեք, հարազատներով, քույր, եղբայր կամ քույրը գնա եղբոր մոտ, եղբայրը գա քրոջ մոտ, կամ նաև գործերը առաջ տանելու համար կարող է խոսեք ինչ-որ մեկի հետ, քննարկեք, թե ինչպես այս կամ այն գործը առաջ մղեք։ Որտեվ եւս հասա էլի ասում, անդադ խոսելու եք, անընդհատ քննարկելու եք ինչ-որ մի բան։ Հենց կարող է ճանապարհի համար, տեղափոխության համար, խոհերին էլ էր կարելի ասել, նույններ ընկել։ Դա երևի մարդիկ են ոգևորված երկիրը լքելու համար կամ ինչ-որ բան։ Համենայն դեպս հասա կամ գործերը կամ ոչ է ճանապարհի հետ կապված կարող է լինել, որ այդպես ոգևորված ուզում եք անել եւ քննարկում եք տանը, քննարկում եք, խոսում եք կամ հարազատներով կարող եք ինչ-որ միտեղ գնալ։ Նաև բամբասում են ձեր շատ ճանապարհներին լինելու համար, ասում են, հիմա էլ գնաց այստեղ, հիմա էլ գնաց այստեղ, հա, կարող այդպեսի ինչ-որ խոսակցություններ նաև կան, բամբասանք։ Տեսնենք տունը, ընտանիքը ինչ է սպասվում, սա ժամանակն է միգուցե ընտանիք կազմելու, ժամանակն է նաև ընտանիքին մի քիչ ուշադրություն դարձնելու, ժամանակն է միգուցե վերադառնալու ընտանիք կամ ընդունելու հետ, հա, երևի ինչ-որ մեկին, ժամանակ հատկացրեք ընտանիքին նույնպես։ Տունը, տանը, էլի նորից նայեք, էլի այստեղ սա է ընկել, սա տանից դուրս շատ եք լինում, կամ իրոք տեղափոխություն է, մտածում եք իրոք, որ արժի տեղափոխվել, ներ մտքում կարող է դա է, կարող է ժամանակն է իրոք գնալ այդ տեղից, որովհետև այդ տեղը լավը չէ, կամ ձեզ համար, կամ ինչ-որ մեկի համար, սա դե կարող է տան մեջ ինչ-որ գործ եք անում և այդ գործերը առաջ մղեք, կամ տան հետ կապված գործերի վերջու առաջ մղեք, միգուցե տուն եք ուզում գնել, մի քիչ շատ նայեք տուն, վերանորոգում անեք, դա առաջ գցեք, ավարտեք։ Եթե տան մեջ ինչ-որ բիզնես եք անում, գործ եք անում, դա եք ասում, որ դա առաջ պետք գցել ժամանակն է, այդ տնային գործերը առաջ տանելու, հա, եթե տունը գործ ես անում, բիզնես ես անում, ապա դա գոնե առաջ տու, հա, մի կանգնացրու այդ գործերը։ Եվ ընտանիքը նույնպես, ընտանիքով սա կարող է տեղ եք գնում, ընտանիքով շրջագայության եք գնում, ընտանիքով մեկնում եք ինչ-որ մեկ այլ երկիր, կամ ընտանիքով բոլորով ժամանակ եք հատկացնում ձեր անձամբ կարող, ընտանեկան կարող բիզնես է ինչ-որ մի բան է և դա եք առաջ մղում։ Ընտանիքը եթե լավ չեք իրար հետ, սա ոնց որ հարաբերությունները նորմալանում է, իսկ ովքեր որ ուզում էին ընտանիք կազմեին, դեռ շփվում են, ապա ոնց որ սա տանում է դեպի ընտանիք, դեպի ընտանիք կազմել, այսինքն ժամանակն է արդեն կազմելու է, ես առաջին խոսքս հենց դա էր, որ ասեցի, ժամանակն է ընտանիք կազմելու, մտածեք դրա մասին, ովքեր որ միայնակ են, մի մնացեք միայնակ, կամ իրոք ժամանակ կարող շատ եք ճանապարհներին և տանը ժամանակ չի լինում, համար մի փոքր էլ տունը մնացեք, տնով զբաղվեք, ընտանիքով զբաղվեք։ Տեսնենք երեխաներին ինչ է ասում այստեղ,
լավ բան է ասում։ Կարող է օրինակ փետրվարին երեխաները գալիս են ձեզ մոտ, կամ հակառակը գնում են ուրիշ տեղ են ապրում փետրվար ամսին։ Սա ձեր երեխաները կարող են տանիք կազմեն, տուն գնեն, կամ դուք եք տուն գնում երեխայի համար, կամ երեխան է տուն գնում։ Տան իրեր կարող եք գնել, օրինակ երեխայի սենյակի համար դա կարող է լինել։ Կահույք, կամ մեկ այլ բան։ Այսօր ես քարտն ու վերջ, ուրիշ քարտ չկա, պետք է չի խառնել, դնեմ այստեղ բոլորին հենց հարցա պետք տալ, էսի տամ։ Էլի նայեք ինչ-որ ճանապարհ, էլի երեխաների մոտ կարող գնալ, երեխաները կարող են ինչ-որտեղ գնալ, նույն բաները այստեղ։ Եթե մանկական ինչ-որ բիզնես ունեք, օրինակ ես ունեմ, եւ դա հենց կարող է պետք է առաջ տանել այդ բիզնեսը, գուցե դա է ասում։ Երեխաների հետ կապված մի քիչ ավելի լայնի, ինչ որ ուրիշ բաներ մտածի։ Ես շատ եմ սիրում երեխաների հետ կապված։ Ճիշտ է մեծերին նայում եմ հիմա շատ է ձգում, բայց երեխաները մեկ այլ բան են, մեկ այլ շունչ են տալիս։ Հատկապես որ կպնում ես եթե փոճուր բաներին, ավելի ես բանանում ուզում որ բոլոր երեխաները հագնեն դա։ Բայց սա նաև երեխաները կարող են գնալ ճամփորդության, ընդհանուր ընտանիքով դուք եւ երեխաները ձեզ մոտ, դուք երեխաների մոտ։ Եվ հենց իրոք կարող է ինչ-որ մի գործ եք ուզում դնել, ինչ-որ մի գործ եք ուզում սկսել երեխաների հետ կապված, ապա արեք դա։ Արեք ձեզ խանգարող ոչինչ չկա։ Ինչը կատակ, բայց իրոք արեք այդ գործը, ովքեր որ սիրում են այդ գործը։ Ապա ձեր գործերը առաջ կգնան փետրվարին։ Դե կարող երեխաները դրսում էին, սովորում էին, հետ են գալիս տուն, վերադառնում են տուն։ Ներսա կարող գումար են փոխանցում ձեզ, դուք եք գումար փոխանցում իրանց։ Տեսնենք, առողջությունը ինչ ասում, առողջությունը սրտին պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ, Դե ընդհանուր երևի շաբաթվա կանխատեսման մեջ արդեն հասկացել եք, սիրտն է սա եւ կարող սիրահարվեք, սիրտը արագ գցի, ներքևում էլ է սիրտ։ Եվ միայն սրտի խնդիր է։ Սիրտ, արյան շնչանառությունը կարգավորեք, միգուցե պետք է գնալ քայլել, միգուցե պետք է մարզվել, մի քիչ շարժվել, որպեսզի շնչանառությունը ավելի լավ կատարվի ձեզ մոտ։ Բայց միայն սրտի խնդիր է։ Դե ովքեր որ ունեն այդ խնդիրը, պետք է իրենք հատկապես ավելի շատ ուշադիր լինեն այդ իրենց սրտին։ Եվ տեսնենք հարաբերությունները, անձնական կյանքը։ Այստեղ պետք չի հարաբերությունները խաղի վերածել, որովհետև խաղի եք վերածում, լուրջ չեք վերաբերվում, կամ ինչ որ մարդիկ կարող են փորձել ձեզ հետ շփվել եւ իրենք լուրջ չեն վերաբերվում հարաբերություններին։ Չէ, բայց լուրջ է, դուք եք երևի, գիտեք, դուք եք երևի մտածում, որ իրանք լուրջ չեն վերաբերվում ձեզ, կամ դուք անձամբ լուրջ չեք վերաբերվում այդ հարաբերություններին, եթե նոր է։ Որովհետև այստեղ տանում է դեպի նորմալ ընտանիք, ընտանեկան կյանք։ Նույնպես որ այստեղ ոչ մի կամ անսպասելի ոչ մի բան տեղի կունենա, կամ կարող սիրահարվել, միգուցե նաև պաշտոնավորված է մեկին, կամ անսպասելի կարող հարաբերությունները նաև վերականգնել կամ հարաբերությունների մեջ մտնել շատ արագ։ Սա նաև ձեր շրջապատի մարդկանց միջոցով կարող եք նաև ծանոթանալ որևէ մեկի հետ եւ շատ արագ հարաբերություններ առաջ գնան։ Բայց ինչ որ չափով դրա համար կարող որ արագ են ձեր մոտ ինչ որ կարող կասկածներ առաջանա, որ վայ լուրջ չի սա չի կարող սեր լինել, հա, եւ նման այլ բաներ։ Բայց ամեն ինչ լուրջ է այստեղ, հա։ Ձեր ում հետ էլ որ ծանոթանաք, ում հետ էլ որ շփվում եք այս ամիս, ապա իմաստուն մարդ է, հա, խելացի իմաստուն մարդ է։ Այնպես որ լուրջ վերաբերվեք այդ հարաբերությունները տանում են դեպի նորմալ կայուն ընտանիք։ Հաջորդը դա փաստաթղթերն են մեզ համար, փաստաթղթերի հետ կապված ընտրության առջև եք, դիմեք, չդիմեք։ Իդեպ ես իմ կյանքից էլ, հա, գիտեք, որ ցուլ եմ եւ որ ասում եք չի լինում է, այնտեղ հարցեր եմ տեսնում, ասում են ինչքանով է ճիշտ այս քարտերը։
Ես իմ կյանքից ելնելով անգամ կարող եմ ասել, որ ես ինքս այստեղ ընտրության առջև եմ, որ սա անվան հետ կապված, այդ անունը գրանցել թե ոչ, միգուցե դուք էլ, հա, որտեղ դա փաստաթղթային հարցեր են, դրանք հավելյալ ավելորդ գլխացավանքներ եւ վճարումներ են, որովհետեւ գիտեք, որ եթե անունը գողանում են, հետո կարող ես շատ հանգիստ դատի տաս։ Դրա համար, եթե անունդ ֆիքսված է աշխարհով մեկ, արդեն այդ անունը ոչ ոք չի կարող վերցնել։ Եվ սա նաև կարող է ուղարկեք ինչ-որ միտեղ փաստաթուղթ, դիմեք ինչ-որ միտեղ փաստաթղթի համար, միգուցե ուզում եք խաղալ այնտեղ վիզայի համար, գրին քարտի համար, դա եք տատանվում, նաև փաստաթղթեր եք ուղարկում ինչ-որ տեղեր, ինչ-որ տղամարդու հետ է կապված սա, կարող է իրավաբան է, կարող է կամ ոնց որ ասում եք, տամ ինքը նայի այս փաստաթղթերը, թե ոչ, գուցե տան տղամարդու հետ է կապված, հա, մտածում եք կգա արդյոք այս ամիս իր թուղթը, թե դեռ չէ, դեռ էլ պետք է էլի սպասեք այդ թղթին, որ գա։ Կամ ինչ-որ մի փաստաթուղթ եք ստանում, որը ձեզ ծանրու թեթև է, հա, սկսում եք մտածել հետոն ինչ անեք, այս տղամարդու հետ էլի կարող է կապված լինել։ Կամ երկու փաստաթուղթ է։ Սա ինչ-որ մի բան է, երկու նմանատիպ ոչե բաներ կարող եք անել։ Մեկ փաստաթուղթը կարող եք ուղարկել այս մարդուն, մեկ փաստաթուղթը կարող եք ուղարկել այս մարդուն, կամ այնտեղից ստանալ, հա, կամ նույն փաստաթուղթն է, որը կստանաք երկու տեղից, կամ նմանատիպ ինչ-որ մի պահեր են այստեղ, որ կամ կրկնապատկվել է պետք է եւս էլի ուղարկեք։ Եվ նայենք, տեսնենք ճամփորդությունը։ Ճամփորդությունը սա ընդհանրապես ընտանիքն է կոչվում, ընտանիքն է, կարող եք ճամփորդել հայրենիք, ընտանիք, ճամփորդությունը դեպի այդ կողմ ավելի շատ, հա, դեպի ոչ թե ինչ-որ միտեղ գնաք, ինչ-որ միտեղ հանգստանալու, այլ գնաք ընտանիքով, ընտանիքի մոտ, վայ, թողեք խոսամ, կամ ընտանիքի հետ, կամ ընտանիքի մոտ նաև կարող եք լինել, գնալ, ճամփորդությունը այդպես լինի, սա նաև միգուցե աշխատանքը ավելի շատ է, կամ գործուղման եք գնում, կամ աշխատանքը ավելի շատ է և չեք կարողանում գնալ, դա եւս հնարավոր է, հիմա տեսնենք պետք է գնաք թե ոչ, դե գումար է, գումարի հարցն է ճամփորդությանը, եթե ճամփորդության գնաք, ապա այստեղ աշխատանքը դանդաղ է գնում, գումարը միգուցե եւս դանդաղ է, եւ դրա համար ոմանք կարող են իրոք գումարային հարցերի վերաբերյալ լինի, որ դեռ գումարը չկա, որպեսզի գնաք։ Եթե գումարը լինի, շատ աշխատեք այստեղ, ապա կկարողանաք գնալ կամ ընտանիքի մոտ կամ ամբողջ ընտանիքով կարող եք գնալ։ Կամ շատ է աշխատանքը։ Պետք է ստիպված գումար վաստակեք։ Ոնց որ այս ամիսը դեռ այդքան էլ պետք չի ճամփորդել, դեռ աշխատանք ու աշխատանք է պետք, գումար աշխատել է պետք դեռ, դե ընդհանրապես փետրվարին այդքան շատ մարդիկ չեն գնում այս ու այն կողմ, լավագույն դեպքում սիրո հետ կապված, հա, ինչ-որ փետրվարի 14-ին ինչ-որ հետաքրքիր մի տեղ գնան կամ չգնան, դա էլի երիտասարդները կամ սիրային զույգերը, դե դրա համար է, սա եւս էլի ընտանիք է, բայց այստեղ աշխատանքն է ընկել, ոնց որ հենց աշխատանքի պատճառով կարող եք չգնալ, կամ պետք է ստիպված լինեք աշխատանք գումար թողել եւ գնալ ինչ-որ միտեղ, գնալ ձեր ծնողների մոտ, կամ միգուցե ծնողներին բերել ձեզ մոտ, դա էլ եւս էլի գումար պետք է ծախսեք, ոնց որ պետական հիմնարկություն սա նա ծնողին, օրինակ, եթե դրսում եք, հա, ծնողին բերեք ձեզ մոտ։ Դե այդքան է երևի այդ առումով, այստեղ կնայենք աշխատանքը եւ բիզնեսը, աշխատանք բիզնես, այստեղ տղամարդ է, միգուցե իրար հետ բիզնես եք վարում, միգուցե ձեր տնօրենին է ցույց տալիս, կանչում է նորից ձեզ աշխատանքի, միգուցե գնում եք հարցազրույցի այդ տղամարդու մոտ, գործընկեր կարող է լինել,
Այստեղ կորուստ է, ուշադիր եղեք աշխատանքի հետ կապված, անպայման, այստեղ մարդու պատճառով է այդ կորուստը։ Կամ մանր-մունր խնդիրներ է ստեղծում, հետո այդ խնդիրները անմիջապես կանցնեն։ Եթե բիզնես եք իր այդ վարում, հնարավոր է մանր-մունր խնդիրներ են եւ կարողանում եք կարգավորել, կամ դիմում եք այդ մարդուն, ձեզ օգնում է կարգավորում եք։ Իսկ եթե աշխատանքի վայրում է, հնարավոր է տղամարդն է ստեղծում խնդիրներ, բայց հետո ամեն ինչ կարգավորվում է։ Այստեղ այդ խնդիրները վերանում է, միգուցե վերանում է այդ խնդիրները եւ դες կանչում են նորից այդ աշխատանքի, միգուցե նաեւ կարգավորվում է ձեր աշխատանքային հեղինակություն, օրինակ եթե ինչ-որ հարցեր կային։ Դե փորձեք մի փոքր դիստանցիա պահել յուրաքանչյուր տղամարդուց, ումից որ անգամ կասկածում եք, որովհետեւ այնպես չի որ տղամարդիկ չեն փորում կանանց ոտի տակ տղամարդու ոտի տակ կփորի, կանանց ոտի տակ է կփորի։ Այնպես որ ես ինքս իմ կաշվի վրայից ելնելով կարող եմ ասել, որ փորողը փորում է, հստակ փորում են, տղամարդիկ էլ են փորում։ Դե համար այստեղ կարող է մանր-մունր խնդիրներ են, կամ եթե իրար հետ եք աշխատում բիզնեսը, այդտեղ կարող է իրար հետ ինչ-որ մի խնդիրներ լինեն, հետո կարողանաք կարգավորել այն, երևի միգուցե սրա հետ էր կապված, ընդհանուր ֆոնը կարող է կապված է աշխատանքի կամ բիզնեսի հետ։ Հստակ ինչ-որ մի տղամարդու հետ, որը իրոք կկարգավորվի, սա եւս, էլի նորից այնտեղ անկավ։ Գուցե դա է խնդիրները, որից հետո ամեն ինչ կարգավորվում է։ Եվ տեսնենք ընկերներ, օգնություն, տեսնենք նոր ընկերներ ունենալու եք։ Դա այստեղ ընկերների հետ բավականին շատ ժամանակ կարող եք անցկացնել, ընկերների հետ այսօրային կողմ գնալ, նորություններ կարող եք լսել ընկերներից, սա ոնց որ ինչ-որ մեկին մի բան է պետք, վայ դուք եք թռնում իրեն օգնելու կամ իրենք են գալիս ձեզ օգնելու, եթե նմանատիպ հարցեր կլինեն։ Բայց շատ ժամանակ իրանց հետ կանցկացնեք, հնարավոր է նաև ինչ-որ մեկը հյուր է գալիս ձեզ, կամ դուք եք գնում իրենց տուն հյուր, եւ կողոս մեկ ամիսն եք մնում, կամ ամսվա մեջ ինչ-որ մի ժամանակահատված մնում եք իրանց տան մեջ։ Եվ այստեղ նոր ընկեր կարող է մտնել ձեր կյանք, նոր ինչ-որ մեկը աշխուժ, ինչ-որ մեկը, ով որ իր աշխուժությամբ կարող է նաև փոխել ձեր կյանքը, փոխել ձեր մտածելակերպը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Նույնն էլ օգնություն, տեսեք ոնց որ պատրաստ է մարդը գնալ օգնության դիմացինին։ Եվ տեսնենք վախերը։ Վախերը ձեր աշխատանքի հետ է կապված, վախերը միգուցե պետական հիմնարկության հետ է կապված, ուսման, հիվանդանոցի, խնդիրները նույնպես, այստեղ կարող է կապված է եւս էլի իրանց հետ։ Տեսնենք, խնդիրներին լուծում կարողանում եք տալ, եթե իհարկե առկա կլինեն խնդիրներ աշխատանքում, բիզնեսում, այդտեղ առողջության հետ կապված, ուսման հետ կապված, եթե խնդիրներ լինեն, կարողանաք լուծեք։ Այստեղ ամենայն դեպս այս պահին ոչ։ Իրենք մանր-մունր խնդիրներ են եւ լուծելու համար դա մի փոքր ժամանակ է հարկավոր լինելու։ Եթե իհարկե առաջանան այստեղ, նայեք, այս տղամարդները առաջացնում խնդիրներ եւ այս ընդհանուր ֆոնը։ Խճճվել եք կարող է եւ չեք կարողանում ճիշտ կողմնորոշվել ինչ անել, ինչպես անել եւ այստեղ մանր-մունր խնդիրները հետո մի քիչ դանդաղ է այն լուծվելու, դանդաղ է այն ընթանալու այդ խնդիրները լուծելու համար։ Եվ եթե այստեղ ոչ է գախնի գործողություններով եք զբաղված, աշխատանք է եւ այլն, ապա դա կարող է բացահայտվել։ Պետք է ուշադիր լինել այստեղ։ Գուցե ուղղակի վախերն են ձեր։ Ոչ թե այդքան խնդիր է, եթե խնդիր է, ապա կարող է մանր-մունր է, ավելի շատ վախեր են, որ կամ աշխատանքից դուրս չգաք, կամ ինչ-որ խնդիրներ չառաջանա պետական հիմնարկության հետ կապված, հիվանդության եւ այլն։ Վախերը դրանից են, վախը ձեր աշխատանքն է, վախը ձեր գործունեությունն է, որը դուք անում եք։ Եվ խնդիրները նույնպես։ Խնդիրները ուղղակի մանր-մունր են։ Մանր-մունր, իսկ եթե վերագրենք, այստեղ կարող է ոմանց համար իրոք պետք է հունվարին եք հիմա նայում, միգուցե պետք է ինչ-որ աշխատանք փնտրել, նաև այդպես կարող եմ ասել։
Այսքանն է, ինչ որ բաներ չկան ավելացնելու, միայն խնդիրները իրոք ոնց հասկանում եմ կապված է ձեր աշխատանքի հետ, ձեր գործունեության հետ, այստեղ կարող այստեղ մարդն է, այստեղ վախենում եք ինչ որ մի բան կորցնել, միայն դա է, այստեղ եթե պետք է ինձ թվում է ավելի շատ տան մեջ գործանեք, տան գործունեությամբ զբաղվեք, եթե այդպես է, կամ պետք է ավելի այստեղ քիչ խոսել, որովհետև շատ այստեղ խոսում եք, եւ այդ խոսքն է դառնում ձեր թշնամին։ Եվ այստեղ եթե կարողանաք շատ արագ դուրս գալ այս լաբիրինթից, կկարողանաք նաև կարգավորել մնացած հարցերը։ Ասեք հաջողություններ ունեք վերջում, բայց երևի թե հենց կապված է դրա հետ։ Ինչ որ մի հանգստանալու եւ ճիշտ վերլուծելու շնորհիվ կկարողանաք դուք ձեր գործային հաջողություն բերել։ Այսքանը ձեզ համար թող որ լինի ամենալավագույն ամիսը ձեզ համար։ Մի նեղվեք, եթե ինչ-որ խնդիրներ կան, ոչ ոք հենց այնպես առանց խնդիր երբեք չի ապրում, նման մարդ գոյություն չունի, ուրեմն այդ մարդը անջատված է ապրում, չգիտեմ, իձև ապրում, երկնքում է երևի ապրում, բոլորը խնդիրներ ունեն եւ պետք է ուղղակի այդ խնդիրները կարողանալ պատվով լուծել, պատվով տանել այդ խնդիրները, ուրիշ ոչինչ, այդ ամեն ինչի միջով մարդը կկարողանա շատ հանգիստ ձևով անցնել։ Այսքանը ձեզ ամենահաջողակ ամիսն եմ մաղթում եւ յուրովի լավ եղեք։